Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 8 ամսում հունվար-օգոստոսին ավելի քան 12 միլիարդ 942 միլիոն դոլար է եղել։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 41.1%։ Տնտեսագետների դիտարկմամբ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ստեղծված սթրեսային իրավիճակը թվային աղմուկը նահանջում է եւ դադարում է գործել նախորդ 2 տարիների նկատված ոսկու առևտրի սխեման։ Վերարտանման երկնիշ աճը հետընթաց է ապրում։ Երևույթը սակայն ըստ տնտեսագետների Հայաստանի ապրանքաշրջանառության որակի կամ արտաքին մրցունակության վրա բացասական առումով ազդեցություն չունի եւ չի ունենա։ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդու Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ խաբման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Սպարտակ Ղուկասյանը, օգտագործելով իր սոցիալական դիրքը եւ հեղինակությունը, Գյումրի համայնքին պատկանող գույքը իրենը դարձնելու նպատակով մոտեցել է բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդին, պահանջելով մեքենայի թափքին բեռնված գույքը տեղափոխել իր ընտանիքին պատկանող հանգստյան գոտի։ Ղուկասյանի նկատմամբ խաբման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, ըստ էության քննության առնելու դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Ըստ State Country վարկանիշային աղյուսակի 2025 թվականի օգոստոսի դրությամբ Facebook-ը կազմում է Հայաստանի սոցիալական ցանցերի շուկայի մոտ 29%-ը։ Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը մոտ 70% էր։ Հայաստանում Pinterest-ը երկրի շուկայի մոտ 22%-ն է, X-ը մոտ 15%-ը, LinkedIn-ը 12.5%-ը, իսկ Instagram-ը 10.37%-ը։ Լոռու մարզում կրակոցներ են հնչել։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ 6 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է եւ ներկայացվել քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեից էլ փոխանցում են, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ։ Կրակոցները հնչել են նախկին падգամավոր Արկադի Համբարձումյանի տան մոտ։ Նշվում է, որ ձերբակալվածների մեջ է նաեւ նրա որդին։ Կառավարությունը նախատեսում է լուծել այն ավտոտնօրինակների հարցը, որոնք մինչև 2005 թվականը չեն հաշվառվել եւ օրենքով համարվում են ապօրինի։ Հայաստանի կադաստրի պետական կոմիտեի նախագահը հայտնել է, որ քաղաքացիներ, ովքեր բաց են թողել իրենց կառույցներն օրինականացնելու ժամկետը կամ պարզապես մոռացել են դա անել, հնարավորություն կտրվի գրանցել դրանք։ Արտակարգ դեպք Կոտայքի մարզում։ Նոր հաճն խոշորացված համայնքի գետամեջ բնակավայրում առաջին փողոցի 20-րդ տան անասնագոմը հրդեհվել է։ Այստեղ 200-ից ավելի մայրացու խոզեր եւ խոճկորներ են եղել։ Մինչև կժամանային հրշեջ փրկարարները գյուղացիները բնակավայրի ղեկավարի գլխավորությամբ պայքարել են կրակի տարածման դեմ, ապա ժամանած հրշեջները մարել են այն, որից հետո անասնագոմում սատկած վիճակում հայտնաբերվել է 12 մայրացու խոզ, 170-ից ավելի խոճկորներ։ Նաիրի Մունադյան, ժամը լրատվական։